Շարունակում ենք սիրելիներս, դուք իհարկե տեսնում եք, թե րոպեների ընթացքում մեր հրաշալի գործընկերուհին ինչ առողջ եւ համեղ բաղադրատոմսեր է ձեզ առաջարկում, բայց մինչ նրա այստեղ գտնվել է, թե ինչպես է նա նախապատրաստվում, դա պարզապես պետք է գնահատել ու մատուցել արժանին։ Անուշն է մեզ միացել, ողջույն սիրելի ընկեր։ Ողջույն սիրելի գործընկերներ, ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստելու ենք եւս մի հետաքրքիր բաղադրատոմս, բայց մինչ այդ նախ ուզում եմ շնորհավորել իմ սիրելի գործընկերներին, խոհարարներին, ովքեր միշտ գալիս են ու հետաքրքիր բաղադրատոմսեր են ներկայացնում եւ շատ հմտություններ նաեւ շատ գաղտնիքներ բացում մեր հեռուստադիտողների համար եւ թող միշտ այսպես իրենց երազանքները իրենց բոլոր ցանկությունները թող իրականանան ու հետաքրքիր ստեղծագործական միտքը միշտ բառ լինի։ Եվ ինչ կներկայացնես իհարկե այսօր ինչ ես պատրաստում, ինձ թվում է Անուշը պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր կրթության պրոֆեսիոնալ երգիչներ չեն, բայց հրաշալի երգում են եւ զարդարում են յուրաքանչյուր միջոցառումը, սեղանները։ Այդպես որ Անուշը չի երգելու։ Չէ, շնորհավորել քեզ, որովհետեւ դու այսօր նաեւ նշում ես քո օրը, քո տոնը։ Որովհետև տաղանդավոր ես խոհանոցում, մենք բոլորս ենք նշում, քո գլխավորությամբ։ Սիրում եմ խոհանոցը, բայց միշտ ասում եմ, ես լրագրող եմ, որը սիրում է խոհանոցը։ Սա հոբի է ինձ համար, եւ հենց խոհարարների շնորհիվ է, որ դարձել եմ էլ ավելի հմուտ մի քիչ, այսպես ասեմ։ Կարծում եմ նաև նույն խոհարարները դեմ չէին լինի, եթե այսօրը ոչ միայն նրանց ասենք շնորհակալություն եւ շնորհավորենք, իհարկե խոհարարների մասնագիտական օրն է, բայց կարող ենք առիթն օգտագործել եւ ասել շնորհակալություն նաև մեր տանը պատրաստող մայրիկներին, տատիկներին, երբեմն նաև հայրիկներին ու պապիկներին, որոնք շատ համեղ ուտեստներով զարմացնում են մեզ։ Պարզապես, երբ այսօր կսնվեք, ավարտին ասեք շնորհակալություն, շատ համեղ էր ու կտեսնեք, թե ինչպես է փոխվում ամբողջ մթնոլորտը։ Եւ պետք է դա ձևավորենք այնքան, որ դառնա արդեն ավանդույթ։ Այո, եւ հենց դրանից է օրինակ, որ ես սկսել եմ ոգևորվել։ Երբ ամեն անգամ երբ ամուսինը սկսեց արդեն ասել, «Օ, ինչ համեղ է, ինչ լավն է այս աղցանը, այն ուտեստը», ես սկսեցի էլ ավելի հետաքրքրվել, նոր բաղադրատոմսեր մտածել, սկզբում գտնել, հետո արդեն նաև հորինել։ Այո։ Եվ այդպես սկսվեց ավելի շատ սերը դեպի խոհանոցը լինի։ Պատկերացրեք գովքը ինչեր է անում։ Այո, խոսքի ուժը մենք հիմա հասկանում ենք։ Անհրաժեշտ է անպայման գովել։ Իսկ ինչ ենք անում հիմա մենք, Հիմա մոռացել ենք ինչի համար։ Ինչու ենք հավաքվել։ Մենք պատրաստում ենք այսօր աղցան, որի համար մեզ անհրաժեշտ է պեկինյան կաղամբ, սամիտ, ծովախեցգետնի ձողիկներ, եգիպտացորեն, ավոկադո, մայոնեզ եւ կիտրոն։ Հիմա ես արդեն սկսեցի կտրել, որովհետեւ մտածեցի մի քիչ կարող ենք երկար խոսել, ժամանակը չբավականացնի։ Մանր կտրտում ենք կաղամբը, պետք է խառնենք ամբողջը եւ կարող ենք մատուցել եւ ափսեի մեջ եւ ավոկադոյի կեղևի մեջ։ Այստեղ նաև գեղեցիկ մատուցում ենք ունենալ։ Միշտ այսպես նայում եմ եւ ուզում եմ մի պահ հասկանալ ինչպես են ընտրվում բաղադրիչները, բաղադրատոմսը ինչպես է ի վերջո ձևավորվում, բայց հատկապես երբ աղցան ենք պատրաստում Անուշ, օրինակ կան բաղադրիչներ, որոնք չի կարելի միաձուլել, կան որ հակառակորդ են նրանք ու պետք չէ որ նրանց օգտագործել մի աղցանի մեջ։ Հիմա հստակ այսպես չեմ կարող ասել, թե որը որի հետ, բայց այո, նույնիսկ երբ արդեն սկսում ես, երբ արդեն խոհանոցի մեջ լավ, այսպես, երբ քիմքդ զգում է այդ համերը, արդեն դու բաղադրիչներին նայելով էլ զգում ես։ Օրինակ ես հիմա որևէ բաղադրատոմս երբ տեսնում եմ, արդեն զգում եմ այդ համեղ է լինելու թե չէ այդ աղցանը։ Տվյալ բաղադրիչներն իրար հետ համատեղված համեղ կստացվի թե ոչ։ Կամ գուցե ինչ կարելի է ավելացնել։ Այո, փոփոխել։ Դա արդեն Անուշի դեպքում։ Ժամանակին ես առանց տանը պատրաստելու եւ համը տեսնելու, այստեղ չէի գա, չէի փորձի։ Միշտ տանը փորձում էի, տեսնեի համերը թե չէ նոր ներկայացնեմ, բայց հիմա արդեն բաղադրիչները ուղակի նայելով հասկանում եմ։ Տարիների փորձ իրեն անում է մի խոսքով։ Բայց ավելի շատ խոհարարների հետ շփում։ Ես նաև ուզում եի հասկանալ, օրինակ դուք, երբ գնում եք այս կամ այն ռեստորանում ընտրելու, ինչպես եք ընտրություն կատարում եւ որն է ավելի հեշտ, երբ մենյուում կան նկարներ, թե երբ չկան նկարներ եւ միայն գրված են բաղադրիչները։ Երբ կան նկարներ։ Հավաստաբար այդպես է,
տեսողական պատկերացումը վստահաբար ավելի հեշտ է։ Երբ չկան նկարներ, պարզապես սկսում եք բոլոր ձեր նախընտրած ուտեստները ուսումնասիրել։ Պարտադիր բաղադրիչները պետք է նայեմ, այո, պարտադիր։ Իսկ դու մտովի ես էլ նայում եմ, մտովի փորձում եմ հասկանալ որը ինչ եւ փորձում եմ, այո, փորձում եմ ու համարձակ եմ փորձում, չեմ վախենում որևէ նոր բաղադրատոմսից։ Արմեցնող էներգիա փոխանցող աղցան ինչպես միշտ։ Եվ գունեղ։ Դե դա պարտադիր է։ Գույնը շատ կարևոր է։ Հիմա կտրենք եգիպտացորենը, կտրենք ծովախեցգետնի ձողիկները, եգիպտացորենը արդեն ավելացրեցինք եւ վերջում կավելացնենք նաեւ մեր ավոկադոն։ Մենք րոպեներ առաջ Անուշ խոսում ենք շատ կարևոր մի բանի մասին, որ շատ հետաքրքիր են այն ֆիլմերը, որոնք վերաբերում են խոհանոցին, խոհարարներին եւ ներքին խոհանոցին արդեն այս դեպքում։ Այ հետաքրքիր երբևէ քեզ պատկերացրել ես, որ առաջարկը չես մերժի եւ կնկարահանվես մի հետաքրքիր ֆիլմում որպես խոհարարուհի։ Մի ֆիլմում նկարահանվել եմ ավելի երիտասարդ տարիներին, բայց ոչ որպես խոհարար։ Հիմա այո, ինչու ոչ։ Ահա, համարձակությունը կների մի խոսքով։ Այո։ Կարծում եմ այո։ Իսկ համամիտ ես, որ այո։ Առաջարկներ չեն եղել, բայց սպասում ենք այդ առաջարկները։ Առաջարկներ եղել են խոհարարների կողմից գալ աշխատել իրենց օգնական։ Դա մեծ պատիվ է ինձ համար արդեն։ Իսկ համամիտ ես, որ խոհանոցը մի հարթակ է, որտեղ այո, միաձուլվում են տարբեր էմոցիաները ու գուցե պահի ազդեցության տակ լինես պայքարող, հետո լինես շատ ավելի էմոցիոնալ, հետո լինես զիջող, սիրող, մի խոսքով այս էմոցիոնալ առումից, զգացողությունների հետ կապված ինչ կասես խոհանոցում։ Ես անկեղծ ասած, քանի որ միշտ շտապում եմ, ինձ մոտ այդպես ժամանակ գուցե չմնա, ես միշտ մտածում եմ, որևէ բան զուգահեռ անում եմ, երբ խոհանոցում եմ։ Այդպես շատ վաղուց չի եղել, որ ուղղակի հասկանամ, այսպես միայն մի բան, մի գործողություն անեմ եւ միայն մի բաղադրատոմս պատրաստեմ եւ ուրիշ գործողություններ կողքից չլինի, չխանգարի եւ այլն։ Կամ մի քանի ուտեստ միանգամից չպատրաստես դու խոհանոցում։ Բայց հաճախ լինում է, երբ լավ տրամադրություն եմ ունենում, երաժշտություն եմ միացնում եւ շատ հաճախ այդպես սկսում եմ պարելով, շատ սիրում եմ պարել, դրա համար սկսում եմ, երբ որ լավ տրամադրություն եմ ունենում, ես պարելով եմ սկսում պատրաստել։ Հետաքրքիր մի բան եմ նկատել, կան մասնագիտություններ, այս դեպքում արհեստներ, հա, երբ օրինակ մտնում ենք փոքրիկ այն անկյունը, որտեղ կոշկակարը նստած գործ է անում, զգացել ես ինչքան ջերմ է այդ անկյունը, իր գործիքներով, իր բույրով, այո, իր էներգիայով եւ այն փոքրիկ լրացնող ավանդույթներով, որոնք օրինակ արհեստավորները ձևավորում են տարիների ընթացքում, կամ վարսավիրը։ Շատ հետաքրքիր գործողություններ կան, շատ հետաքրքիր լրացնող այսպես հանգամանքներ կան, որ դա դարձնում է իրենցե եւ միանգամից այդ վայրով անցնելիս կարծես պատմական նշանակալից հերոսներից մեկը լինի, այո, այնտեղից հետաքրքիր էներգիա է գալիս։ Անուշը լրացրեցին։ Էներգիան ի վերջո մարդն է հենց տալիս, այո։ Այդպես է, չէ՞ որ հյուր եք գնում, ասում եք, այնպես այնքան ջերմ տուն էր, դա չէ՞ որ հենց մարդուց է գալիս այդ ամենը։ Բնականաբար եւ տարբեր արհեստներում էլ արդեն տարբեր մարդկանց կողմից։ Ահա։ Սա էլ կավելացնենք։ Անուշ, ես ճիշտ հասկացա, որ մեր աղցանին պետք է ընդհանրապես ավելացնենք կիտրոնի հյութը որպես թանձրուկ, թե նաեւ ձիթայուղ ենք օգտագործելու։ Ձիթայուղ ոչ, միայն մայոնեզ։ Մայոնեզ եւ կիտրոնի։ Այո։ Իրականում շատ համեղ է ստացվում, շատ համեղ աղցան է այս աղցանը եւ սկզբում կարծում եք թե կաղամբը այստեղ ավելորդ է, բայց երբ համտեսեք կզգաք, որ բացարձակ ավելորդ չէ, նույնիսկ լրացնում է։ Հատկապես պեկինյան կաղամբը ավելի փափուկ է եւ աղցանի համար նախընտրելի, կարծում եմ այս դեպքում խանգարող հաստատ չի լինի։ Այո։ Հիմա մենք կանաչին էլ կտրենք, նոր անցնենք ավոկադոյին։ Իսկ սկզբում որ նշեցիր ավոկադոյի այդ ապսեիկի մեջ պետք է մատուցենք այսօր այդ տարբերակն ենք փորձելու։ Անպայման։ Ես հենց առաջին անգամ շատ վաղուց եմ պատրաստել այս աղցանը եւ հենց այս աղցանը պատրաստելու ժամանակ սկսեցի այդպես մատուցել ու սկսեցի հաճախ արդեն նմանատիպ ձևով մատուցել։
Ես հիշում եմ նաև, որ դու մի անգամ մեզ մոտ պատրաստել ես իհարկե այլ աղցան եւ մատուցել ենք բիբարների մեջ պատրաստելով նավակներ։ Դեպ այդ տարբերակը եւս կարելի է կիրառել շատ այլ աղցաններ, ձեր նախընտրած աղցանը հենց այդ տարբերակով մատուցելու համար։ Իդեպ սպանախը կարելի է տապակել ուղակի պանիրներով եւ նորից լցոնել պղպեղի մեջ, դնել ջեռոցում մոտավոր մի քանի րոպե եւ այդպես էլ շատ հետաքրքիր համեղ աղցան, նախուտեստ է ստացվում։ Կա մի հետաքրքիր արտահայտություն երջանկության բանաձև։ Եվ շատ մարդիկ հատկապես այդ բանաձևը գտնում են այն ժամանակ, երբ ունեն շատ սիրելի զբաղմունք։ Գուցե դա իր ամենօրյա աշխատանքն է, գուցե աշխատանքից կամ մասնագիտությունից զատ որևէ հոբբի, այս դեպքում իհարկե լավագույն օրինակներից մեկը Անուշն է, ով բնականաբար իրեն մասնագետ որպես խոհարարուհի չի համարում, բայց վստահաբար հրաշալի է իրեն դրսևորում խոհանոցում։ Հիմա երջանկության բանաձև եթե դու գտնես քեզ համար Անուշ, խոհանոցից որպես այդպիսին ակնարկներ կլինեն այդտեղ թե ոչ։ Խոհանոցը չգիտեմ, բայց ես միշտ այս վերջերս շատ հաճախ եմ կրկնում։ Հիմա հիշեցի ուղղակի այդպես ասեմ։ Ես որպես լրագրող միշտ ասում եմ, որ ես երբեք չեմ հոգնում իմ աշխատանքից եւ միշտ սիրով եմ անում եւ միշտ սիրով եմ գալիս աշխատանքի։ Այդպես չի լինում, որ ես առավոտյան արթնանամ ու ասեմ չեմ ուզում գնամ, չեմ ուզում արթնանամ, գուցե լավ չեմ քնեմ մի քիչ դժվարությամբ արդեն, բայց երբեք այդպիսի բան չի եղել։ Եվ դա է կարևոր չի, ես գալիս եմ խոհանոցը վարելու, թե գնում եմ տեսանյութը նկարահանելու։ Այնպես որ դա երջանկություն է։ Աշխատանք։ Մանա, եթե հիմա մենք մի փոքր այսպես համամարտկային ու մասշտաբային զգացողություններին անդրադառնանք, վստահաբար երջանկության բանաձևը կունենա իր բաղադրատոմսը, չէ՞։ Գիտես նոր ինչ էի մտածում, եթե փորձենք աշխատանքից եւ նեղ մասնագիտություններից դուրս գալ, ինչպես նշեցիր, այդ ամենից զատել երբեմն կարելի է գտնել, ես հիշեցի այն հայտնի ֆիլմը, որը համանուն գրքի վրա է ստեղծված, ուտել, աղոթել, սիրել։ Ամեն ինչ կարծես բանաձևված է այդ 3 բառի 3 արտահայտության մեջ։ Իդեպ ֆիլմը Ջուլիա Ռոբերտսը այնպիսի էմոցիաներով է ներկայացնում 3 փուլերն էլ եւ այդ ճանապարհը, որը անցնում է գտնելով իր երջանկության գաղտնիքը, որ կարծում եմ շատ-շատերին համար գուցե նաեւ դառնա ինչ որ մի պահի այդ բանաձևը, սեփական բանաձևը գտնելու ուղեցույց։ Եվ Արի մի քանի բաղադրատոմս հենց հիմա նաև հաշվի առնելով ֆիլմը իր զարգացումներով փորձենք կազմել այդ բաղադրատոմսը։ Մարդուն երջանիկ ու հետաքրքիր ապրելու համար երևի այո պետք է նախասիրություն, հետաքրքրություն է լավ, ալի այսպես ասենք։ Հետաքրքրություն, պետք է նաև զբաղմունքները հետաքրքրության մեջ կարող ենք ներառել, պետք է կարծում ճամփորդել, ինչու ոչ։ Որը հետաքրքրություններից զատ կարող է լինել, որովհետև յուրաքանչյուր անգամ փոքր ճամփորդություն, եթե ձեզ նույնիսկ թվում է, որ դե ինչ ընդամենը գնում ենք կողքի քաղաք, մեր կողքին գտնվող, որը մի քանի կիլոմետրի վրա է գտնվում, միևնույն է մի նոր բան հաստատ տալիս է։ Անուշ, համամիտ ես, որ բաղադրատոմսի մեջ պետք է գլխավոր դերում լինի նաև ցանկացած պարագայում սերը։ Սերը, ժպիտը։ Այն օրը օրինակ մի քիչ տխուր էի մի փոքր, նայեցի արևին, ասացի արևը քեզ ժպտում է, Անուշը դա։ Եվ վերջև ես երջանիկ էի այդ պահին։ Ուղղակի պետք է ամեն պահը որսաս եւ ինքդ քեզ քո ներսում մի փոքր երջանիկ զգաս եւ հենց դա է կարծում եմ։ Հետո պետք է գտնել նաև քո մեջ թաքնված տաղանդը, թե ինչ ես ունակ։ Բացահայտել ինքդ քեզ։ Բացահայտես ինքդ քեզ, այո, աշխատես տաղանդիդ վրա, որպեսզի դառնաս հրաշալի մասնագետ։ Դա ամենակարևորն է։ Դες կարծես թե ստացանք արդեն ինչ որ հետաքրքիր, այո, վերջում կարող եք ավելացնել թանձրուկ հոբիների տեսքով, մի լավ խառնել եւ մատուցել ամենակարևորը գեղեցիկ, որովհետեւ մեր շրջապատը մեզ ընկալում է այնպես, ինչպես մենք մեզ մատուցում ենք, այո։ Բայց այստեղ շատ կարևոր մի բան կա, բոլորն են իհարկե ասում, որ շատ քաղցրը կամ շաքարավազի շատ օգտագործումը վնասակար է եւ մեր բաղադրատոմսի մեջ թող լինի միակը, որ պետք է շատ չափավոր օգտագործել։ Դա պետք է չափավոր օգտագործենք եւ իհարկե չենք մոռանում նաեւ համեմունքների մասին, որոնք մեր բնավորության գծերն են եւ մեզ դարձնում են տարբեր մեկս մյուսից, ինչպես յուրաքանչյուր բաղադրատոմս, որն առաջարկում է Անուշը, մեկը մյուսից շատ տարբեր, անգամ եթե նույն բաղադրիչներն է օգտագործում։ Եվ հասնում ենք արդեն վերջին, կարծես վերջն է։ Հասնում ենք ավարտին, այո։ Մի փոքր կիտրոն ավելացնենք։ Եվ մայոնեզ ավելացնենք, խառնենք։
Տեսեք, ես ավոկադոյի կեղևները այսպես գեղեցիկ դրել եմ, պետք է լցունենք։ Մատուցման պահը ամենապատասխանատուներից մեկն է, ամենահետաքրքիրներից մեկն է, բայց այսպես հիմա ես դեռ բաղադրատոմսի մասին եմ մտածում։ Ինչն է պակաս, ասա։ Ինչն է պակաս։ Հետևյալը, որ ինձ թվում է մենք անդադար ամեն դեպքում պետք է այն, չգիտեմ, մշակենք, խառնենք, որպեսզի որոշակի նստվածքներ մենք կյանքում չունենանք։ Ծանծրույթի տեսքով։ Ինչու ոչ, այո։ Այո, որպեսզի այդ ամենը չունենանք, պետք է անդադար խառնել։ Գուցե ընթացքում նոր բաղադրիչներ ավելանան կամ պակասեն մեր բաղադրատոմսից, որովհետև սա միայն աղցանի նման չէ, որ պետք է այդ պահին վայելել եւ վերջ, անդադար պետք է պահպանել այդ թարմությունը։ Գուցե ինչ-որ շրջանում փոխելով հետաքրքրությունները, փոխելով երբեմն մասնագիտություն, որովհետև վերջին շրջանում էլ մեզ համար շատ օրինակելի պատմություններ կան, թե ինչպես են 30-40 պլյուս տարիքում մարդիկ երկար տարիների աշխատանքային փորձից հետո հասկացել, որ իրենց մասնագիտության մեջ իրենց երջանիկ չեն զգում եւ գտել են մի նոր հետաքրքրություն, հոբի, որը շատերի համար գուցե հետագայում մեծ բիզնես գաղափարի է վերածվել։ Այնպես որ դեռևս օրինակ է փոփոխել հետաքրքրությունները աղցանը թարմ պահելու համար։ Իհարկե չենք մոռանում, թե ինչ գտալով ենք մենք խառնում այդ աղցանը երջանկության ու խաղաղության գտալով, որպեսզի ամեն ինչ լինի շատ համեղ, ինչպես աղցանը Անուշի, ես այստեղից հետևում եմ, թե ինչպես ես խառնում եւ ինչ հյութեղ է այն։ Հիմա ավելացնում ենք մի փոքր աղ եւ սև պղպեղ։ Նախ շատ գեղեցիկ իր արտաքինով, տրամադրող, միանգամից ախորժակ բացող։ Իհարկե շատ համեղ։ Համեղ է, մարդիկ կան իհարկե մայոնեզով գուցե չցանկանան։ Ես կարող եմ օրինակ թթվասեր էլ ավելացնել։ Այնպես որ ով չի սիրում մայոնեզ, կարող է կամ ինքնուրույն պատրաստի, թարմ, այո, թարմ օգտագործի կամ ուղղակի թթվասեր ավելացնի։ Ու կարելի է մի փոքր մանանեղ, եթե թթվասեր ավելացնենք։ Ահա։ Այսպես լցոնում ենք, ամենահետաքրքիր պահը այս աղցանի, որ մատուցում ենք այսպես, գեղեցիկ։ Իհարկե նաև համեղ է, բայց տեսքն էլ շատ հետաքրքիր է։ Կարող ենք ասել, որ մենք այսօր կիսվեցինք երկու բաղադրատոմսով, առաջարկեցինք երկու բաղադրատոմս, մեկը աղցանն է, որը մեր սեղանին է, իսկ մյուսը այն երջանկության բաղադրատոմսը, որը յուրաքանչյուրի դեպքում անհատական է, բայց կարող եք մտորել օրվա ընթացքում գոնե 5 րոպե դրամադրելով եւ ստեղծելով այդ անհատական բաղադրատոմսը ու գոնե ամիսը մեկ անգամ հետևելով ամեն բան տեղին է թե ոչ, եթե չէ, պետք է մի բան փոփոխել, հանել կամ ավելացնել։ Իդեպ ես նմանատիպ իմեջում մի բաղադրատոմս էի ներկայացրել, հենց երջանկության բաղադրատոմս, պատրաստում եմ ուղղակի ամառային այդպես զովացուցիչ հյութ եւ սկսում եմ խոսել ընդհանրապես այլ բանից, այսինքն ինչ անել։ Ազատվել նախանձությունից եւ փոխում եմ անանոխի տերևները։ Ավելացնում եմ կիտրոն, ասում եմ ավելացնում ենք բարություն։ Եվ շատ հետաքրքիր արձագանքներ էր եղել։ Եվ այսպիսով սիրով պատրաստեցինք ձեզ համար ավոկադոյով հետաքրքիր աղցան։ Վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները կհավանեն, կպատրաստեն։ Անուշ լինի։ Շնորհակալ ենք Անուշ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք թե քեզ, թե քո գործընկերներին, խոհարարներին, պրոֆեսիոնալ խոհարարներին, հիշեցնելով, որ հոկտեմբերի 20-ը խոհարարների միջազգային օրն է։ Մենք էլ գնանք փորձենք, տանք ամենաբարձր գնահատական, Անուշ, շնորհակալություն քեզ, լավ օրվա շարունակություն։ Մենք այս պահին կընդմիջվենք երաժշտական տրամադրությամբ, կլինենք հետո եթերում, համեցեք։